Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ մարտի 16-ին և 17-ին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում բարեկության իրականացրած դիտորդները սահմանին որևէ արտասովոր ակտիվություն չեն նկատել։ Իրավիճակը շարունակում է հանգիստ և հանդարտ մնալ, որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել։ Նշել են առաքելությունից այսպիսով հերքելով Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին։ Նախորդին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 3 անգամ կեղծ լուր է տարածել, թե հայկական զինված ուժերը իբր կրակել են սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը։ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուլցը, տեղեկացնելով, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի հետ։ Ուրախ ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը մեծ քայլ են կատարել եւ համաձայնել են խաղաղության պայմանագրին։ Ես Հաջիևին ասացի, որ հիմա պետք է ավարտենք այս խաղաղության համաձայնագիրը, ազատենք բանտարկյալներին եւ միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ եւ բարգավաճ դարձնելու համար, գրել է Ուլցը։ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքն ավարտելու մասին հայտարարեցին մարտի 13-ին։ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող այլ հարցեր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ վաղը մարտի 18-ին Ուկրաինայի հարցով կխոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանգստյան օրերին շատ աշխատանք է կատարվել, ցանկանում ենք տեսնել, կարող ենք արդյոք վերջ դնել այս պատերազմին։ Կարծում եմ, որ շատ լավ հնարավորություններ ունենք, ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփ-Պուտին առաջիկա հեռախոսազրույցի մասին հայտնել էր օրերս Մոսկվա մեկնած ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, սակայն հստակ օր չէր նշել։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը նոր ղեկավար ունի։ Վլադիմիր Զելենսկին այդ պաշտոնում նշանակել է գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրեյ Գնատովին։ Շտաբի նախկին պետ Անատոլի Բարգիլևիչը կդառնա Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչը եւ կվերահսկի բանակում իրականացվող բարեփոխումները։ Սա Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի երկրորդ փոփոխությունն է։ Անցյալ տարի փետրվարին Զելենսկին պաշտոնանկ արեց Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնինին եւ գլխավոր շտաբի պետ Սերգեյ Շապտալային։ ԱՄՆ-ն կշարունակի Եմենի հութիներին հարվածներ հասցնել այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն դադարել հարձակումները Կարմիր ծովով անցնող նավերի վրա, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը։ Նա հավելել է, սա կարևոր ջրային ուղի է, որով պետք է վերսկսվի ազատ նավագնացությունը, ինչը նաև ԱՄՆ-ի ազգային շահերից է բխում։ Միացյալ Նահանգները նոր ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդայի եւ Ալ-Ջաուֆի նահանգներում գտնվող օբյեկտներին։ Հութիների ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում շարժումը երկրորդ անգամ հարված է հասցրել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան Հարի Թրուման ավիակրին։